Վատ երևույթ, որ անում ես քո առողջության հանդեպ։ Կա անուղղակի կապ շաքարային դիաբետի եւ խռմփոցների միջեւ։ Փաստական հավաքները իհարկե քիչ են, բայց դրանով արդեն կարելի է ենթադրել, որ շաքարային դիաբետի հավանականությունն է մեծանում խռմփոցների ժամանակ։ Մեխանիզմը մոտավորապես հետեւյալն է։ Քունը վատն է, օրգանիզմը չի հասցնում վերականգնել իր նորմալ պաշարները, օրգանիզմի ներզատական համակարգը աշխատում է շատ լարված, ինչի հետևանքով բերում է ժամանակին էնդոկրին համակարգի սպառման, ինչի հետևանքով էլ առաջանում է շաքարային դիաբետ։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ կարող է առաջանալ քրոնիկական ֆարինգիտ, անընդհատ քոր, ցավ, տհաճություն կոկորդում կարող է առաջանալ։ Պատկերացրեք, թե հարբուխի սկզբնական շրջանն է եւ անընդհատ կոկորդի ցավ է առաջանում։ Նույնն էլ առաջանում է քրոնիկ ֆարինգիտի ժամանակ ու անընդհատ։ Այս ամենից շատ հեշտ կարելի է ենթադրել, որ կարելի է ավելի մեծ խնդիրներից խուսափել, երբ որ գաք եւ անցնեք քթային շնչառության շտկման process-ը։ Այս ռիլը ուղարկիր այն ընկերոջդ, ում գիտես, որ հաստատ պետք է քթային շնչառության վերականգնում։